քաշեմ, էսի դուրս ա գալի, հա։ Էսի շենքի ֆունդամենտի բանան ստեղն այլ։ Նայում են մասնագետները, կոմիտեից ուղարկած մասնագետը, չի հասկանում այդ մարդն ասում, այ մարդ, ես ոչ ցեմենտ կա, ոչ աղվասկայից ինչ են բերել էցրի։ Ոչ թե մասնագետորեն չի հասկանում, ջղայնացել են, որ ոչ մի բան չկա։ Արմավիրի մարզի ակնալիչ բնակավայրի Գառնիկյան թաղամասի թիվ 3 շենքի բնակիչներն ամեն օր իրենց ուժերով մի նոր պոկված քար են տեղադրում, փլվող պատ են նորոգում ու այդպես տասնամյակներ շարունակ։ Ես շատ արդեն եկե քարա մցրի արանքը, որ կոնե մի ձև կայնի։ Ես չոփ ենք դեր։ Արանքից գետնի բերեն էր հարևանն։ Այստեղն է, ասենք ես ներքևի։ Էս ներքևի, էս սենց օփշին գել է։ Եկալ է բրթե բերեն դրել։ Վթարային այս շենքում 24 ընտանիք է ապրում, ասում է բնակիչներից Նվեր Խաչատրյանը։ Տարիներ են անցել, սերունդներ են փոխվել, իսկ Գառնիկյան 3 հասցեի շենքի հարցը դեռ լուծված չէ։ Այս առաջի հարգը լրիվ քարերն ընկածել, մենք ենք մեր ուժերով սարքել շենքի վրա։ Պետությունը մի մանետ փող 40 տարվա մեջ չի ծախսել։ 115 հոգի մարդ ապրում, քիչ չի ցավը տնեմ, այդ գյուղի չափ մարդ է մեր շենքի մեջ։ Ու լրիվ շատ երեխեք են։ Շենքի տեխնիկական վիճակը բնականաբար տարեստարի ավելի ու ավելի է վատթարանում, բնակիչները երկյուղած են քնում արթնանում։ Նվեր Խաչատրյանի պնդմամբ ոչ միայն արտաքին ու ներքին պատերն են խարխուլ, այլ նաև շենքի հիմքերը։ Բա ես շինարարությունից հասկացող մարդ եմ, ոչ չես վախենում։ Այդ մատ կամաս կռա այն օրը շոշի վրա գործ էին անում, թեքեցին էսան, ահու դողը ընկելա վրետ ասենք։ Էս է շենքի ֆունդամենտն է, լավացքիներս բերես մա։ Իրավունք չունի, չկա, լվացվեց արվել է էսի։ Էս նա էսը տես արմատուրի քոթի մեջ։ Էս դեսեր այդ կապած ունի։ Էս շենքը հիմք չունի, ցավը տան, լստեն է էս խալխուլ վիճակը։ Էս շենքը ոնց կապրի։ Բնակիչների խոսքով իրենց ձեռքի տակ մի քանի փորձագիտական եզրակացություն ունեն, որ շենքը 4-րդ աստիճանի վթարայնություն ունի, սակայն վերջերս փորձագետներից մեկը հակասական կարծիք է հայտնել։ Սեյսմիկ ծառայության կողմից եկած մարդը առանց գործիքի են եկել, որ կեսնել գրել են 3-րդ կեսը 4-րդ։ Դու հասկանում ես, ասում ես մտեք մեռեք։ Հեսա Իրանից հետո բերեցինք։ Այս մարդը տվեց 4-րդ։ Ասում ես քանը կոմիտեն ուղարկել է ձեզանից հետո մարդ գրել է տարհանում 4-րդը, հեսա կոմիտեի թղթերը։ Մեր դարդը, մեր ցավը է դա, որ այս փլվող շենքի մեջ շեշտվում է այդ 3-րդ կարգը։ Ժամանակը մեր քիչ է, այս շենքը իրոք կփլվի, մի անգամից է փլվելու։ Ու տենց դրա համար այդ է պատճառը, այդ է, որ դանդաղում է այս ամեն ինչը։ Դեռևս 88-ի երկրաշարժից առաջ հաշվի առնելով վտանգավորության աստիճանը որոշվել էր շենքն ապամոնտաժել, բնակիչներին տարհանել էին ժամանակավոր կացարաններ հատկացրել, անգամ նոր շենքի հիմնային աշխատանքներն էին կատարել, սակայն հանգամանքների բերումով գործընթացը մնաց անավարտ և ևս 4 տասնամյակ այս մարդիկ ստիպված էին ապրել վթարայինում։ 24 ժամվա մեջ 48 ժամ չի քաշել։ Լրիվ ջուր լույսն անջատեցին, մեզ սաղից տարհանում արին։ Դոմես ստանագներ էին տվել, հետանագներից կար։ Երկրաշարժն եղավ Ղարաբաղը, հետո տենց այդ Ղարաբաղի պատերազմը քանդերտվավ էլի։ Դոմիկ են տվել, հանել են, որ ես պետքա սարքեին նոր, քանի որ Բաքվից մարդիկ, որ արդեն եկել են, ուզեցել են ստեղ վերաբնակվեն, մարդիկ հետ են եկել իրանց տները, դոմիկները ձեռքներից առել են, պետությունը հետ է վերցրել։ Արմավիրի մարզպետի աշխատակազմում խնդրին քաջածանոթ են, գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանի տեղեկացմամբ իրենք համապատասխան հանձնարարական են ստացել, հարցը քննարկումների փուլում է։ Համապատասխան հանձնարարական ենք ստացել լիազոր մարմնից, այսինքն տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունից, դա խիստ մասնագիտական գործընթաց էր, հետևաբար մասնագետները իրենց եզրակացությունը պիտի տային, որպեսզի ճիշտ որոշում կայացվի, հիմա դեռևս ընթացքի մեջ է։ Քննարկման վերջնական արդյունքների վերաբերյալ մեր շինարարները, քաղաքաշինության մասնագետները եզրակացություն կտան, ըստ այդմ մենք արդեն այդ համապատասխան տեղեկատվությունը հետագա անելիքների մասով կներկայացնենք։ Ինչպես նշում են շենքի բնակիչները, իրենք հասկանում են, որ դա մասնագիտական գործընթաց է, սակայն արդեն իսկ կան փորձագիտական գնահատականներ և շտապել է պետք, քանի դեռ տհաճ անակնկալներ չեն եղել։
Հորներս, աղջիկս ուշ են գալիս, վախենում են։ Հենց կակրած երկրաշարժի օրը աղջիկս բարուրով երեխի հետ ստեղ էր, չիմացավ ինչ ձևով այդ բարուրը վերցրեց ու թռավ։ Այն ձև էր ցնցվում։ Սերժ Սարգսյանի վախտով էլ ա եղել, Լևոնի վախտով էլ ա եղել, Քոչարյանի վախտով էլ ա եղել 4-րդ կարգ։ Ամեն առավոտ էսենց հող ա այստեղ։ Ամեն առավոտ սիլիկոն են արել, գոնե մի քիչ այդ հողը քիչ լինի։ Տախտագի ոնց է, էսի սենց լրիվ ես, սա հիմնական պատերն է։ Թե բնակապահովման ինչ ծրագիր կգործի, ստույգ չեմ կարող ասել, նշում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը, ավելացնելով, ամեն դեպքում ինտենսիվ աշխատանքներ տարվում են։ Բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա, հետևաբար կենսական նշանակություն ունեցող հարց է եւ կարծում եմ, որ դրական լուծում կտրվի եւ մեր բնակիչները կունենան անհրաժեշտ են բնակարանային պայմանները, որը պահանջվում է։ Մեր հարցմանն ի պատասխան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից արձագանքել են, որ տարբեր ձևաչափերով քննարկվում են քանդման ենթակա բնակֆոնդի խնդիրների կանոնակարգման տարբերակները, առաջնահերթությունները, ֆինանսավորման աղբյուրն ու ձևաչափը։ Ընդ որում, առաջնահերթ կարգով քննարկվում է վթարային քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող այն շենքերի հարցը, որոնցում առկա է փլուզման վտանգ։ Ակնալիչ բնակավայրի Գառնիկյան թաղամասի թիվ 3 շենքի հիմնախնդրի համակարգային կանոնակարգումը կարող է դիտարկվել վերը նշված քաղաքականությունը հստակեցնելուց հետո։ Ակնալիճում մեր նկարահանումների ավարտին բնակիչները մեկ անգամ եւս հարկ համարեցին ներկայացնել շենքի վիճակը, իրենց խոսքերն ավելի համոզիչ դարձնելու համար եւ պատասխանատու կառույցների ուշադրությունը գրավելու ու նրանց գործողություններն արագացնելու ակնկալիքով։ Լրիվ սենց հող է, ցեմենտ չկա։ Բայց հատանեմ, հեսա ես ինգած քարը ասեմ, մենք ենք դրել փոքր փեդով։ Շպիրկեն խփատեղը։ Կտուրը չեն փոխում, ասում են կծանրաբեռնվի, չի կարելի։ Եթե դուք այդքան բանը գիտակցում եք, որ այս շենքը կյանք չունի, գազը նույնը, մտածում եք մեր մասին, որ չէ։ Դե մտածեք մի քիչ նորմալ արագացրեք, ես իրանց էլ եմ ասում, արագացրեք, ընդամենը էդ է պետք։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Ռեգիոնս TV, Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ։